Ինչ սցենար ունեք, ինչու է մեր գաղտնի պլանի մասերից է։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող թեկնածուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Գուցե քրեական վարորդության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր իշխանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձիկ այդքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն քրեական հետապնդումներ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Պարոն Կարապետյան, գուցե որպեսզի նրանց ձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Բայց ակնհայտ է, որ Նախին պաշտոնի համար արդեն թեկնածուներ ունեք, Արամ Բարթևանյանի մասին է խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն թեկնածու։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել։ Պարոն Կարապետյան, ներողություն, Նարեկ Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում։ Գիտենք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնելը, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթ է։ Հերթական ապօրինի վարույթ։ Ինչին է վերաբերում։ Ենթադրյալ ինչ ինչին։ Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտենք ինչի են հարուցում։ Բացառում եք, որ Նարեկ Կարապետյանին ձերբակալ են, որոշեն մեղադրանք առաջադրել։ Վարույթ են հարուցել, երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում, դուք ունեք պատասխան բան։ Իհարկե ունեմ, ես ասել եմ իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ով մասին պետք է մտածի։ Կներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ, գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Ինչ գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականներ են։ Նարեկ ուսումնասիրի, լրագրող ես։ Դե ուսումնասիրելու բանն էլ նաև հարց տալն է եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դու գնա իրենց տու, որովհետեւ իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել գաղտնի պլանից կասեք։ Չի կարելի, Նարեկ, այդ հարցին չի կարելի։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք երբ եք նախատեսում դա իրագործել։ Շապերի արդյունքներ չի դեռ բերել Փաշինյանը։ Մամուլը գրում էր, որ հիշեցնի այդ հանդիպման ժամանակ արտահանման հարցում հաջողություն չի գրանցել Փաշինյանը, այսինքն հակառակ է ծնվում առանց մանրամասն բացատրելու։ Ինչ է կարծում, եթե կա պայմանավորվածություն, ինչի չի հանրայնացվում։ Ճիշտն ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանի համար ինչ նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզեմ սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ցես ցույց ենք տալիս։ Հնարավոր է, որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտ լինի, ի՞նչն է ձեր հույսը։ Վերջո նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն Կարապետյան, ՀԱԿ գլխավոր քարտուղարը պարզվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուս ֆրանկերները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա միջամտության փորձ չէ։ Կարծիք ունեմ, որ իրենք արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին
պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարի։ Դուք թիմ ընտրություններին մասնակցելու պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարելու։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա նարեկ, մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա, բայց սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից, դրա համար դուք ուսումնասիրեք, այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ, հետո մի քայլով շեղում են դա, այդ զայնագրությունները այդ շեղելն էր, որ իրենք իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։ Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ից հայտնել էին մոտ 10,000 աշխատանք կորցրած աշխատակիցների մասին եւ Արարատ ցեմենտի աշխատակիցները այսօր փողոց էին դուրս եկել։ Դրանց զուգահեռ վարչապետը սպառնացել էր աշխատանքը կորցնելով, հետևանքներ չունենալ նշացել է ձեր այդ քայլերը։ Ու քանի որ աչքի առաջ ունենք նաեւ Փեցի օրինակը, ինչ է կարծում, ում կտանի այդ գործողությունը, ամենակարևորը հանրությունը ինչպես է հանդիպում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսություն Հայաստանում, այդ երկու կոպեկները, դուք այսօր լսեցիք, ես մի պահ լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այլ ընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այլ ընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կախվածություն չունենալ։ Չի ստացվում է։ Եթե այլ ընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչ կանեն, մի 200 դրամ ստանալու համար բարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն, բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելուն ու արդեն ուսումնասիրեք ինչ կան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դա տեղեկություն է թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Պաշտոնյանացան պետականացվելու է, այսինքն այդմել ղեկավար կազմը փոխվելու աշխատատեղերը մնալու են։ Դե պետականացրել են, Հրազդան ցեմենտը պետականացրել են։ Բախի չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի, ով էր խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ես նպատակի մասով մի վարքան էլի, Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էլ 2021-ի ընտրություններից հետո էլ ընդդիմությունը խոստանում էր իշխանափոխության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանափոխության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։
Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանին տեսակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին։ Համաշխարհային խայտառակություններ դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով։ Այսինքն ինչ արեց ամբողջ աշխարհ եք սպասում որ ինչ լինի Փաշինյանը գործում է ակտիվ մեկուսացնում է ընդդիմության լիդերներին շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի Ծառուկյանը նույնպես գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական մտավախություն ունեք որ արդեն կանգնեցնենք դա լինելու է Հայաստանի համար բայց մենք դա կանգնեցնելու ենք եւ պարոն Կարապետյան գիտեք այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանենց տանը ասում են որ Նարեկ ջան դուք եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա ոչ ժողովրդավար եւ ասում են որ դա ազդակ էր ուղված մյուս ընդդիմադիր լիդերներին մեսիջը ձեզ Քոչարյանին ինչ հետեւություն ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար դրանով մենք չենք դե չգիտեմ մարդը կմտածել է Ծառուկյանին ինչ մտածեց Պարոն Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել ավելի վաղ նախագահի հետ էր այդ մասին խոսել որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար ինչ եք կարծում ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն այսպիսի խումբ ստեղծում ինքը հայտարարել էր ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհը առաջին ինձ Նարեկին է ուղարկել Պարոն Կարապետյան շատ բարդ հարցեր է տալիս Պարոն Կարապետյան մեծ հարցին գոնե ինքնաբացարկների մասով 106 անձ ինքնաբացարկ ներկայացած ճիշտ է նշեցիք վստահության մասով բայց կան այսպիսի մտավախություններ որ դուք մտավախություն այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ որ այս անձինք կմիանան խորհրդան մտնելով իշխանության դրա համար են նրանք հեռացել դուք հավատացեք ոչ մեկը չի միանա նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա իսկ այն մինչև 30 համարում ստացեք իսկ հիմնական падգամավորների ցանկից ինքնաբացարկ կլինի որ արդեն խորհրդան են անցել 30 հոգուց օրինակ սպասվում է ինքնաբացարկի դիմաց Нет.